Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը առյուծ նշանի համար։ Սիրելի առյուծներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին, ինչպես նաև կնշեմ լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով։ Այսպիսով, արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի խոյ նշանում, իսկ դա սիրելի առյուծներ ձեր 9-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է զբաղվելու ձեր անձնագրային հարցերով, քննական ինչ-որ հարցերով, արտասահմանի հետ կապված հարցերով, գուցե մեկնելու արտասահման կամ ինչ-որ նոր մշակույթներ, նոր ուսմունքներ ուսումնասիրելու, նման հարցերի համար շատ լավ է։ Ապրիլի 20-ից սկսած արևը կանցնի ցուլ նշան, ակտիվությունը բերելով ձեր 10-րդ տուն, այսինքն դեպի կարիերա, հայրիկի հետ կապված հարցեր, ստատուսի փոփոխության հետ կապված հարցեր։ Եթե նման ինչ-որ հարցեր կան, պետք է լուծեք, ապա դրա համար բարենպաստ ժամանակահատված է։ Մերկուրին մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկներ նշանում, իսկ դա ձեր 8-րդ տունն է։ Եվ ինչ-որ փաստաթղթեր գուցե ստանաք, խոսակցություններ լինի կապված ինչ-որ գումարների հետ, բայց այն գումարների մասին է խոսքը, որոնք դուք չեք աշխատել, այսինքն ձեր զուգընկերոջ գումարները կամ ընդհանուր ընտանեկան բյուջեի հետ կապված գումարները, պետական բանկային համակարգի գումարները, նման ինչ-որ հարցեր կլինեն Մերկուրիի հետ կապված։ Արդեն ամսի 15-ից հետո Մերկուրին կանցնի խոյ նշան, բերելով ձեզ զանգ, նամակ, ինչ-որ փաստաթուղթ կապված արտասահմանի կամ բարձրագույն կրթության հետ։ Այսինքն գուցե այս ժամանակահատվածում ոմանք նոր անձնագիր ստանան, նոր վիզա ստանան կամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն համալսարանում։ Վեներա մոլորակը մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ լավ կարիերա, գումարներ, ինչպես նաև հնարավոր է նոր սիրավեպ սկսվի, նոր սիրահարվածություն լինի, օրինակ հնարավոր է նաև ղեկավարության հետ կամ ձեզնից ավելի պաշտոնով անձի հետ։ Եվ ամսի 24-ից հետո ներողություն Վեներա մոլորակը կանցնի երկվորյակ նշան, դա ձեր 11-րդ տունն է, եւ սիրելի ընկերներ, լավ ժամանակահատված կլինի ձեզ համար, որպեսզի օնլայն հարթակում ինչ-որ գործունեություն օրինակ ծավալեք, ինչը կապված է գեղեցկության հետ, սնունդի հետ, այն ամենը, ինչը մեզ համար կոմֆորտ է, ինչը մեզ հաճույք է պատճառում, նման ինչ-որ հարցերի շուրջ լավ ժամանակահատված է, որպեսզի օնլայն գործունեություն ծավալեք։ Վեներան 11-րդ տանը հաճախ հնարավոր է օրինակ շատերը որոշեն գնալ ինչ-որ խմբակի մասնակցեն, ինչ-որ դասընթացի, մեկ անգամյա ինչ-որ դասընթաց լինի, որոշեք գնալ մասնակցել, նման հարցեր եւս կլինեն։ Մարս մոլորակը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 8-րդ տանը, այստեղ զգույշ եղեք։ Մարսը 8-րդ տանը շատ ակտիվ է եւ ինչ-որ վտանգավոր իրավիճակներ կարող են լինել։ Եթե ճանապարհ եք գնալու, եղեք շատ զգույշ, ինչպես նաեւ սուր կտրող ցակող գործիքների, գազի, կրակի հետ եւս եղեք շատ զգույշ։ Ամսի 10-ից հետո Մարսը կանցնի խոյ նշան ձեր 9-րդ տուն, այս ակտիվությունը բերելով ձեր 9-րդ սեկտոր, այսինքն դա բարձրագույն կրթությունն ու արտասահմանի հետ կապված հարցերն են, ինչպես տեսնում եք, այս ամսվա ընթացքում այդ սեկտորը շատ ակտիվ է ձեզ մոտ լինելու։ Յուպիտեր մոլորակը սիրելի առյուծներ շարունակում է գտնվել խեցգետի նշանում, այս ամսում շարժվելով 15-ից 18 աստիճան, սա ձեր 12-րդ տունն է եւ արդեն կարծես Յուպիտերը ձեզ նախապատրաստում է, որովհետեւ մի քանի ամսից մուտք կգործի ձեր առաջին տուն, արդեն եւ առաջիկա 1 տարվա ընթացքում ձեզ մեծ հաջողություններ է սպասելու, դրա հետ կապված ընթացքում կասեմ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելով 11-ից 14 աստիճան, աղեղնավորը ձեր սիրելի ընկերներ, ձեր 5-րդ տունն է, իսկ սև լուսինը 5-րդ տանը հնարավոր է ինչ-որ հարաբերությունները օրինակ սրվեն երեխաների հետ կամ հնարավոր է նաև ինչ-որ նոր սիրահարվածություն լինի, նոր սիրավեպ սկսի, բայց շատ զգույշ եղեք, քանի որ ինչ-որ առումով այն կարող է ձեզ համար վտանգավոր լինել։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում 5-ից 9 աստիճան շարժվելով, խոյը ձեր 11-րդ տունն է, իսկ դա նշանակում է, որ ներողություն ձեր 9-րդ տունն է, իսկ դա նշանակում է, որ առաջիկա 2.5 տարիների ընթացքում Սատուրնը գտնվելու է այնտեղ, բերելով ձեզ ինչ-որ կարգ ու կանոն, հստակ ինչ-որ մոտեցումներ, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ամուսնալուծված են եւ ցանկություն ունեն եւս մեկ անգամ ամուսնանալու, ապա Սատուրնը շատ հաճախ 9-րդ տանը բերում է նաև երկրորդ ամուսնություն։ Այստեղ կարևոր իրադարձություն կլինի Ուրան մոլորակը ամսի 24-ից սկսած,
մուտք կգործի երկվորյակ նշան եւ մինչեւ 2033 թվականի մայիս ամիսը կգտնվի այնտեղ։ Երկվորյակը ձեր 11-րդ տունն է, իսկ Ուրանը այնտեղ մեծ փոփոխություններ է ձեզ բերելու։ Անսպասելի, անգամ չեք կարող մտածել, թե ինչպես դա եղավ, գուցե անգամ չեք մտածի ինչու այդ ուղղության մասին, բայց Ուրանը այնպես կփոխի, որ ձեր կյանքը 180 աստիճանով կփոխվի։ Քանի որ ձեր 11-րդ տանն է գտնվելու այս տարիներին, իսկ 11-րդ տունը իրենից ներկայացնում է մեր երազանքները, այն ամենը, ինչը կապված է մեր գաղափարակիցների հետ, ընկերական շրջապատի հետ, խմբակների հետ, 11-րդ տանը իհարկե կարող ենք վերագրել նաև երեխաներին, ճիշտ է դիմացի տունն է երեխաներն է, բայց միևնույն է այդ տները իրար հետ կապ ունեն։ Վերոնշյալ թեմաների շուրջ անսպասելի փոփոխություններ են լինելու, այնպես որ սիրելի ընկերներ, տեսնենք թե ինչ կլինի։ Այժմ լիալուսնի եւ լիալուսնի հետ կապված, նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, առաջինը կունենանք լիալուսին, ապրիլի 2-ին կշերք նշանում, դա ձեր 3-րդ տունն է։ 3-րդ տունը կապի տրանսպորտի միջոցներն են, տեխնիկան է, քույր եղբայրներն են, շփումն է, հարաբերությունները, բանակցություններն են, վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ ավարտ կլինի ձեր կյանքում։ Այստեղ զգուշ եղեք տեխնիկայի եւ մեքենայի նկատմամբ, քանի որ հնարավոր է օրինակ ինչ որ անսարքություններ առաջանան այս ժամանակահատվածում, կամ լիալուսինը ինչ որ բան փակի ձեր կյանքում, գուցե ինչ որ հարաբերություններ ձեր քույր եղբայրների, հարևանների հետ եւ այլն։ Եվ կունենանք նորալուսին ապրիլի 17-ին, խոյ նշանում ձեր 9-րդ տանը, եւ կբերի ձեզ ինչ որ նորություն, նոր սկիզբ կապված արտասահմանի կամ բարձրագույն կրթության հետ։ Ունենալու ենք սիրելի ընկերներ 2 լարված օր, հիմա կնշեմ, բայց երբ ասում 2 օր, այդ օրերից մի 2 օր առաջ հետո միշտ նկատի ենք ունենում։ Առաջին լարված օրը կլինի ապրիլի 4-ին, եւ Վեներան եւ Պլուտոն մոլորակները կազմեն 90 աստիճանի անկյուն, զգուշ եղեք, կարևոր ինչ որ ֆինանսական գործարքներ մի կնքեք, հատկապես պետք է զգուշ լինեն այն առյուծները, ովքեր ասցենդենտով առյուծ են, ասցենդենտը 5 աստիճանում է եւ ովքեր ծնվել են ամսի, հիմա նշեմ, հուլիսի 26, 27, 28 ներողություն, հուլիսի 27, 28, 29 այս օրերի ծնվածները եւս այսօրը պետք է զգուշանան եւ վերոնշյալ օրերի ծնվածները պետք է զգուշանան նաեւ ապրիլի 24-ին, 25-ին, քանի որ արևը եւ Պլուտոնն են կազմելու 90 աստիճանի անկյուն, այնպես որ կարևոր գործողություններ այս ժամանակահատվածում մի կատարեք սիրելի առյուծներ։ Այսքանը կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։